21-րդ դարում տղամարդը կնոջ համար առաջին հերթին պետք է լինի լուսանկարող, իսկ հետո նոր կյանք։ Եթերում եփող թափողներն են, հիշեցնեմ խաղի կանոնները։ Կանոնները հետևյալն են։ Այս խաղին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր ցանկացած անձ։ Պայքարում է երկու թիմ երկուական մասնակցով։ Յուրաքանչյուր թիմ ընտրում է իր կապիտանին, որը պետք է պատրաստի ուտեստը։ Երկու կապիտանները առանց օգնականների ներկայության դիտում են այն տեսանյութը, որտեղ հայտնի շեֆ-խոհարարը պատրաստում է մրցութային ուտեստը։ Այնուհետ օգնականները բերում են ուտեստի բաղադրիչները ընդամենը 1 րոպեում։ Երկու թիմերին տրվում է նույն ժամանակը։ Կապիտանները պարտավոր են հիշել ուտեստի անհրաժեշտ բաղադրիչները, չափաբաժինը եւ պատրաստման ձևը։ Եթե օգնականը չի հասցրել բերել բոլոր բաղադրիչները, ապա թիմը կարող է ստանալ դրանք ճիշտ պատասխանելով հաղորդավարի հարցերին։ Յուրաքանչյուր թիմ պետք է ուտեստը մատուցի երկու ափսեով՝ խոհարարի եւ հակառակորդ թիմի համար։ Վերջում սկսվում է համտեսման փուլը։ Շեֆ-խոհարարը որոշում է հաղթող ուտեստը։ Հաղթող թիմը ստանում է գլխավոր մրցանակը 30,000 դրամ արժողությամբ նվերքարդ Շանթ հեռուստաընկերությունից։ Գեղեցկուйներով լի է մեր տաղավարը այսօր, բարև ձեզ կապույտ գեղեցկուйներ, բարև ձեզ կարմիր գեղեցկուйներ։ Ինչպես եք։ Շատ դուք ինչպես եք։ Ես երբ որ գեղեցկուйները տաղավարում եմ, միշտ շատ ավելի լավ եմ, քան երբ որ տաղավարում մենակ եմ։ Կամ առանց գեղեցկուйների։ Դա բնականաբար, այո։ Ներկայացեք ընտրում։ Ես Քրիստինե Դեղոյանն եմ, Մադամ բիզնես ակումբի անդամ եմ, նաև հանդիսանում եմ Clever Logistic եւ Transport ՍՊ-ի տնօրենը։ Так։ Ես Նազելին եմ Թորչյան, հանդիսանում եմ Արմետ ՍՊ-ի տնօրենը եւ հիմնադիրը։ Ստե մենակ ոնց որ ես չեմ տնօրենը։ Լսում ձեզ։ Ինչի տնօրեն եք։ Mind Center-ի։ Խնդրեմ, ես դենս գիտեի։ Так։ Ձեր անունն է Անի Խաչատրյան, Mind Center ռոբոտաշինության ծրագրավորման ուսուցման կենտրոնի հիմնադիրն եմ, նաև տնօրենը, եւ Մադամ բիզնես ակումբի ներկայացուցիչ։ Ռոբոտաշինության։ Հասկացաք։ Так, եւ Ես Լուսինեն եմ Պողոսյան, Vanilla Cakes ընկերության տնօրենն եմ եւ հիմնադիրը։ Так։ Նաև հանդիսանում եմ Մադամ ակումբի անդամ։ Так, բիզնես woman-ներ պաստորեն։ Ժամանակ ունեք տանը ուտեստ պատրաստելու ձեր սիրելիների համար, ընտանիքի անդամների համար, ընկերների համար։ Այո, Գտնում եք։ Պարտադիր։ Այո։ Այո։ Ես լիքը չտնօրեններին եմ ճանաչում, որ ասում են մենք աշխատում ենք, ժամանակ չունենք։ Ոչ։ Մենք համատեղում ենք սնել եւ պահել ինչպես բիզնեսը ավելի լավ նույնիսկ։ Ահա, շուտով տաղավարում կայտնի է պարոն Մամուլյանը եւ ստուգենք ձեր խոհանոցային դասերը։ Ճիշտ է կատարել այսօր թե ոչ։ Ով է կապույտ թիմի տնօրենների կապիտանը։ Ես եմ կապիտանը, այո։ Տնօրենների կապիտանը կապույտ թիմի դուք եք։ Կարմիր թիմի տնօրենների կապիտանը դուք եք։ Մենք կապիտաններով հիմա գնում ենք տեսնենք թե ինչ է այսօր պատրաստել մեզ եւ ձեզ համար պարոն Մամուլյանը։ Դուք պարոն Մամուլյանին կտեսնեք ձեր էկրանների վրա, իսկ հետո նորից կհավաքվենք բոլորս այստեղ։ Գնացինք։ Անի ջան, ուշադիր կլինես բաղադրիչներին, հերթականությանը, որպեսզի ճիշտ պատրաստենք։ Անպայման իհարկե։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ձեր դատին եմ ներկայացնելու մի կերակրատեսակ մեր Արցախի հզորագույն, համեղագույն խոհանոցից։ Մանրամասն կերակի վրա սոխը կիսատապակված վիճակի ենք հասցնում, որպեսզի հենց միսը արդեն մեր Խաչենի բորանի ենք պատրաստելու փաստորեն այսօր, համոզված եմ, որ բոլորը կարդացել են Խամսայի մելիքությունները եւ գիտեն թե որտեղ է գտնում խաչենը եւ ինչ է այն առհասարակ։ Դե ինչ, 1 րոպեվա ընթացքում կապիտանները պետք է հուշեն իրենց օգնականներին, թե ինչ է պետք բերել խաչենի բորանի պատրաստելու համար։ Խոսքը միայն բաղադրիչների մասին է։ Գլուխ կհանենք 1 րոպեի ընթացքում։ Անպայման։ Այո։ Վազեցինք։ Սարականիս։ Դա կապիտանները տեղում են մնում։ Դա է գաղտնիքը։ Գարան միս, նուր, մածուն, մածուննել, սոխն։ Կարակներ։ տոմատի մածուկ, կարակ։ Так, դեռ ամեն ինչ կարծես թե ճիշտ է։ Կարակ։ Եվ ընդհանրապես սոխ, սխտոր, Նրանք ցիտրոն, բիզնեսով է զբաղվում։ Ցիտրոն,
շատ Սող։ կազմակերպված, Սխտոր Ցիտրոն, աղ, սալորաչիր, չրերը։ ու չրերը։ սալորաչիր չրերը։ Սալորաչիր չրերը բերեք։ 27 վայրկյան, 26, Աղն է կվեր։ Սալան, Սող դալան, սխտոր, սող սխտոր։ սող սխտոր, շատ կարևոր է, քանի որ բորանի է։ Ցիտրոնը ուրեմն էստեղ պետք է է։ մածուն Ցիտրոնը լինի էստեղ է։ սխտոր։ Մածուն ունենք։ Մածուն։ Ամեն բան ունենք։ Վերելեք։ 13 վայրկյան, 11 վայրկյան, 19, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, վերջ։ Ամեն ինչ աստրել ենք, բերենք։ Կարծես սև պղպեղը մոռացանք։ Հիմա ես կբարձրաձայնեմ, թե ինչ է պետք ուտեստը պատրաստելու համար, դուք ստուգում եք, բերել եք այդ ամենը, թե չեք բերել։ Եվ այսպիսով, խաչենի բորանի պատրաստելու համար մեզ այսօր հարկավոր է գառանմիս, սող, սխտոր, մածուն, կարագ, տոմատի մածուկ, ծիրանաչիր, սալորաչիր, նուռ, կիտրոն, աղ, սև պղպեղ։ Կիտրոն։ Ցիտրոն, Ցիտրոն, այո։ Ցիտրոն ունենք։ Ամեն ինչ բերված է։ Բացի սև Սև պղպեղից։ պղպեղը չգտանք։ Սև պղպեղը կարմիր ամա։ Չգտաք սև պղպեղը։ Կանգնեք ձեր տեղերում, բոլոր կանգնեք։ Գնացեք։ Սա է։ Ես ունեմ արտոնություններ, պաստորեն։ Հարցերը առաջ։ Տեսնում եմ, այնինչ չեն տեսնում բիզնես ոմանները, բայց ինչ կար, ուզում հասկանամ։ Առաջի անգամ եք սենց։ Չէ, ես չեմ փնտրել ուղակի։ Աղ չեք փնտրել։ Չեմ փնտրել, որտեվ չգիտեի, որ Ես էլ չեմ ասել։ Ցուցակում ինձ չի ասել։ Չեք ասել։ Իսկ դուք ասել եք։ Ու չեք գտե։ Ես նմանատիպ տարայի մեջ էի փնտրում։ Սև պղպեղ ունենք այնտեղ է, Մարանիկի մեր սև պղպեղն է, հարց կհնչի, հարցի պատասխանը եթե լինի ճիշտ, կունենաք սև պղպեղ։ Եթե ոչ, ուրեմն առանց սև պղպեղի, բայց ասեմ, որ պարոն Մամուլյանը շատ զգայուն է սև պղպեղի նկատմամբ։ Կփորձեք։ 19 րոպե ժամանակ ունեք ուտեստը պատրաստելու համար։ Բավական է դա։ Եթե պարոն Մամուլյանին բավական է, ուրեմն իրականում բավական է, այո, պետք է մենք էլ տեղավորվենք։ Խելացի պատասխան։ Կարևորը միսը եփի։ Կարևորը միսը եփի։ Միսը եփելու համար կա գաղտնիք։ Մանր է կտրատում եւ միսը եփում է։ Բացի դրանից միսը բացի եփելուց նաեւ պետք է տապակեք։ Կարմիր թիմը պատրաստ է։ Այո։ Կապույտ թիմը պատրաստ է։ 3-4 Գնացինք։ Տախտակ մեդանակ։ Կապիտանները տեղում են։ Դուք ռոբոտաշինությամբ եք, չես զբաղվում։ Դուք կանգնում եք եւ կառավարում եք։ Ամեն ինչ շատ հեշտ է, ինչպես կյանքում։ Սկսում ենք մսից, ուրեմն մշակում ենք գառի միսը, կտրատում ենք մանր, որպեսզի շուտ եփվի, այնուհետև սոխարացն է, սոխարացի կողքը ավելացնում ենք արդեն խաշված միջև 60 աստիճանի միսը, ավելացնում ենք սալորաչիրը, չրեղենը, սկսում ենք տապակել եւ այսպես հերթականությամբ։ Արագ, արդեն կարծես թե 1 րոպե անցավ, դուք դեռ կացա ու տապակեք, վերե ու տախտակ ու դանակ։ Երացրած ջուրը լցնում ենք կաթսայի մեջ։ Եռացրած ջուրը լցնում են կացայի մեջ, ամեն ինչ սկսում է դրանից։ Տակ, պատմեք մի քիչ ռոբոտաշինությունից։ Ինչ ռոբոտ եք արդեն պատրաստել։ Ինչքան եմ լցնում։ Երեխաներն են պատրաստում ռոբոտներին, այո, փոքրուց սովորեցնում ենք մտածել, ծրագրավորել, մոտ լինել տեխնոլոգիաներին, գիտությանը, փոքր տարիքից եւ ռոբոտների միջոցով ծանոթանալ բնության երևույթներին, մեզ շրջակա միջավայրին, նաեւ ինչ որ տարբեր իրավիճակներում լուծումներ գտնել։ Ռոբոտների օգնությամբ։ Խաղի միջոցով այդ ամենը։ Քանի տարեկանից են երեխաները սկսում։ 6 տարեկանից սկսում են, այո։ Մինչև խործերություն։ Ահա։ Այդ ինչի ենք զարմանում, որովհետեւ հիմա բոլոր երեխաները կարծես թե ծնված օրվանից այնքան բան գիտեն, որ մենք չգիտենք ժամանակին։ Այո։ Սա ինչ պետք է անեմ, եւ փոքր կտրտի։ Սա պետք է եփել։ Ինչ է կատարվում այստեղ կապույտ թիմում։ Կտրատման process-ում ենք, մսին լավ տանջեցինք, արի խոստովանենք։ Դե հա։ Միսիկ արդեն գնաց ջրի մեջ, այստեղ դեռ ոչ։ Ես օգնել որոշակի կարող եմ, թե ոչ։ Կտրատելու։ Ոչ, դուք միայն խորհրդատու եք։ Դուք ձեզ պահում եք ինչպես դասական հայկական դիրեկտոր, ոչ թե տնօրեն, այլ դիրեկտոր։ Այսինքն խորհուրդներ եք տալիս, ինձ նման խանգարում եք, որտեվ դիրեկտորները ոչ միշտ են լավ խորհուրդներ տալիս։ Տակ, այստեղ արդեն անցան սոխին, անցել են առաջ ձեզանից։ Նետեք այդ միսիկը, իսկ նույն որ մենա հերիք է դա, այն մյուս կտորը պետք չէ։ Ահա հերիք է։ Լույս արագ է դնենք։
Ահա, այստեղ դու կարող եք բացել։ Օ, շնորհակալություն։ Այո։ Ինչ որ կապված է եփելու եւ տապակելու հետ, դու կարող եմ անել, շատ լավ։ Խառնել, աղանել, չգիտեմ, կտրատածը բեր։ Այդ պետք չի, այդ միսիկը թողեք հանգիստ, այդքանը հերիք է։ Կարծում եմ միսը այսքանը բավական է։ Հա։ Այո։ Հա, սա չնետեմ։ Չեք լսում ինձ, այո։ Սոխը կտրատում ենք։ Так։ Հիշեցեք ձեր բիզնեսի ոլորտները։ Արմետ ընկերությունը հիմնականում զբաղվում է Ինչ եք ներմուծում։ Մենք հանդիսանում ենք զարմակարոնի դիստրիբյուտորը Երևանում, Հայաստանում եւ Արցախում, ներմուծում ենք մակարոն։ Շինանյութ, ոլորտները տարբեր են, ճիշտն ասած։ Մակարոն եւ շինանյութ։ Եվ բացի այդ արդեն արտադրամաս ենք հիմնում Հայաստանում, երկրորդն է լինելով։ Ինչ եք արտադրում։ Արտագունավոր մետաղների։ Խնդրեմ, ամեն ինչ էս մարդիկ անում են։ Մակարոն, շինանյութ եւ գունավոր մետաղներ։ Եվ անմիջապես ձուլվածքներ ենք ունենալու։ Ինչ ձուլվածքներ։ Ձուլելու ենք մաքուր մետաղակտորները։ Ինչի համար։ Ալյումինե։ Ալյումին դուք եք ձուլելու։ Մեր արտադրամասում ձուլելու են, ես չէ։ Դուք չէ, նույն parza։ Իսկ դուք տնօրինելու եք։ Այո։ Մենք նույնը ունենք Իրանում։ Так։ Եվ որոշեցինք հիմնել երկրորդը այստեղ։ Այստեղ։ Այո։ Դե ալյումինի ամենուր էր պետք։ Так, իսկ դուք Ես հանդիսանում եմ Clever Logistic եւ Transport SPI տնօրենը, միջազգային տրանսպորտի լոգիստիկայի մասնագետ եմ ինքս։ Ինչ կասեք մեր հայկական ճանապարհների մասին։ Դե բնականաբար իհարկե շատ ունենք տեղաճելու, հա։ Իհարկե վերջին տարիներին աճ գրանցվել է։ Այո, արդեն 2% աճել ենք, մնացել է 98-ը։ Սոխը։ Սոխը, այո, սոխարած ենք, դասական սոխարած, բայց միջև վերջ չենք տապակում սոխը, որ հիշում ենք, որ պետք է միսիկի հետ տապակվի նա, դանդաղ կրակի վրա, պետք է կրակը միացրած լինեիք արդեն։ Так, իսկ դուք ինչով եք զբաղվում ձեր ընկերությունը։ Խմորեղենի արտադրությամբ։ Խմորեղենի արտադրությամբ։ Ամեն տեսակի խմորեղեններ, հա, հարսանիքի տորտիկներից սկսած մինչև կան, ծննդյան, դիետիկ, ֆրանսիական բաղադրատոմսով, հայկական ավանդական բաղադրատոմսով։ Իսկ այն շատ հայտնի, այն ասեցին մակարոններ հիշեցին։ Իտալական չէ, ֆրանսիական մակարոններ, այո։ Այո։ Ինչ են մարդիկ ասում, որ այստեղ չեն կարող պատրաստել, միևնույն է Փարիզին համով է։ Թե ձեր մոտ սխալվում են։ Ահա, սխալվում եք։ Սխալվում են, այո։ Ինչու՞մ է գաղտնիքը։ Գաղտնիքը որակյալ ինգրեդիենտների եւ հմուտ մասնագետների, այո։ Այո։ Պարզ։ Դրա պակասը մենք չունենք այստեղ Հայաստանում։ Կա փաստորեն Հայաստանում համեղ մակարոններ։ Խոսքը քաղցր մակարոնների մասին է եւ ոչ քաղցր ավանդական։ Իսկ չէ նույն անունը, ոչ մի անգամ չի հետաքրքրել։ Համ քաղցրն է մակարոն, համ ձեր արտադրածն է մակարոն։ Չգիտեմ։ Չգիտեք, ես չգիտեմ։ Կան հարցեր, որի պատասխանները անգամ ես չգիտեմ, պատկերացնում եք։ Так, ճիրերը կտրվում են։ Մենք ինչ եք բացել։ Փագեք որ։ Չէ, էդ իրենը չէ։ Հա։ Փագեք որ։ Так, սև պղպեղ պետք է, չէ՞, բերվի։ Հարց ունենք, ուշադիր լսում ենք հարցը։ Կարծես թե արդեն երեկո է, բայց մեր խոհանոցում կա արևից մի մասնիկ։ Որն է այն կամ ուր է այն։ Այստեղ է արևածաղիկն է, ձեթի։ Խնդրեմ, լագո ձեթը, բոլորը գիտեն ճիշտ պատասխան, այնքան ենք դրա մասին խոսել, որ ճիշտ է եւ ճիշտ է։ Բլագոն իսկապես արևի մասնիկ է մեր խոհանոցներում, ձեթ, որ ամենաշատն է վաճառվում, անհոտ է նաեւ, պարակում են վիտամիններ A եւ F, լինում է 3 տեսակի։ Արևածաղկի, եգիպտացորենի եւ ձիթապտղի եւ արևածաղկի խառնորդ կամ միքս։ Բլագո, արևից մի մասնիկ ձեր եւ մեր խոհանոցներում։ Սև բիբարը եկավ, սև աղացած պղպեղը, ճիշտ պատասխանները հնչեցին, ամեն ինչ ազնիվ է, խնդրեմ սա ձեր պղպեղը, սա էլ ձեր պղպեղը։ Շնորհակալություն։ Ինձ թվում է, որ արդեն Չէ, մի քիչ էլ արի խաղ։ միսիկը տապակելու ժամանակն է եկել։ Ավելացրեք միսիկը, հեսակ ավելացնենք։ Չէ, սկզբից միսիկը։ Սկզբից պիտի խաշած միսը դնենք սոխարածի մեջ, այնուհետև տապակենք, հետո ավելացնենք ջրերը, սալորաջիրն ու ծիրանաջիրը, հետո հերթականությամբ արդեն կասեմ։ Շատ լավ։ Այս 60-70% էփած կլինի, չէ՞։ Միսը։ Դե որ հանեք, տեսնեք, ահա, ինձ թվում է այո, վախտ տապակելու։ Okay, հետո այս բանն էլ ենք օգտագործելու արգանակը։ Արգանակ, այո։ Ոյ։ Զգուշ տակ է։ Սոուս ենք պատրաստելու։ Դնենք այնտեղ։
Լցրեք միսիկը, դուք էլ արդեն ավելացրեք միսիկները, որ կարծեմ վերջում էր։ ձեր միսիկները մի քիչ ավելի խոշոր են։ Խոշոր է։ Այո, այստեղ ավելի մանր է կտրատված։ Հա, սոխնու սխտորը պետքա բանան սխտորը պետքա հիմա մանր կտրտես, ցիտրոն անես։ Սա կրակը պետք է հիմա բարձրացնել մաքսիմալ։ Սա մաքսիմալն է։ Կարծես թե այո։ Ինձ թվում է պետք է տեղափոխել ուղղակի։ Սա պետք չի արգանա տրեփել։ Սա անջատեք, խնդրում եմ։ Так, ինչ վիճակ է այստեղ։ Հիմա կավելացնենք չրերը եւ հետո արգանակը Դե թող մի քիչ տապակվի գոնե։ եւ մի հատ ափսե կար։ Աղը երբ են այո։ Աղը վերջում, հələ պետք չի։ Ինչը։ Մի հատ ափսե էի ուզում կեղտոտել, ոչ չկեղտոտենք, Բերեք, մի հատ ափսեները ափսե։ կար ինչքան ուզում եք կարող եք բերել ափսեներ։ Այդ ափսեների մեջ տեղադրելու եք Մի հատ սովորական ափսե էլի, մի հատ։ որը ուզում եք։ Այդ կապույտներ, երկու կապույտի մեջ պետք է տեղադրեք ձեր պատրաստի Մի հատ ուտեստները։ սովորական սև սպիտակ ափսե էլի, խնդրում եմ, ես որ կեղտոտաններ դնեմ վրա։ Սխտորը որտեղ ենք օգտագործում։ Սխտորը պարզվեց օգտագործում ենք վերջում մածունի հետ խառնած վրան պիտի համեմենք պատրաստի ուտեստի։ Այո, սխտորը օգտագործում եմ մածունի մեջ։ Ես կխառնեմ արի արագ որպեսզի լինի։ Խնդրեմ։ Հեսա հենց անենք, աղնու պղպեղը հիմա կբերես։ Հիմա աղնու պղպեղն Աղու է։ պղպեղ պետք է այո, հիմա պետք է համեմեք։ Համեմելը շատ կարևոր պրոցես է։ Խախնում էր։ Այո, փախչում է, ուզում ես թռներ։ Աղու Եվ պղպեղ։ քանի որ համեմելը շատ կարևոր պրոցես է եւ բոլորս գիտենք, որ ցանկացած ուտեստ դառնում է շատ ավելի համով, եթե դուք համեմում եք այն մարանիկի, ուրեմն համեմունքներով։ Բացի համեմունքներից մարանիկը ներկայացնում է նաեւ ձավարեղենի լայն տեսականի, թե ավանդական, թե հազվագյուտ։ Եվ իմ սիրելի կակաոն, որը որ կարող եք օգտագործել թե թխվածքներ պատրաստելուց, թե ըմպելիք պատրաստելուց։ Դե ինչ, ընտրյալ հատիկ, համի գախնիկ, մարանիկ։ Так, Եվ չրերը։ չրերը արդեն ավելացրեք, մի քիչ տապակեք եւ արդեն պետք է արգանակը ավելացնեք, որ Մի րոպե։ հետո նաեւ տոմատի մածուկ, նռան հատիկները Ինչ են սիրում ձեր ընտանիքի անդամները, որ դուք պատրաստում եք։ Որն է ձեր այսպես ասած կառոննե բլյուդան։ Տղա շատ է սիրում իր լեզվով ասած մակարոնով միսիկ։ Մակարոնը по-ֆլոտսկի։ Այո։ Ցանկացած բան, ինչ որ պատրաստում եմ մայրիկ։ Ինչ որ այդ Այո։ չեք բարձրաձայն։ Չէ, կարող եմ բարձրաձայնել։ Այո, մսի հետ անպայման օգտագործում եմ 7 բահար, արևելյան համեմունք։ Եվ շատ հետաքրքիր յուրահատուկ համ է տալիս։ Պիկանտ համ է տալիս։ Так։ Նաև բիբարի մածուկ, կրկին արևելյան խոհանոցից, մեր տոմատի մածուկի նման, Սիրում եք Այո, արևելյան խոհանոցները։ Որ արևելյան երկրում եք եղել։ Լիբանանում, Սիրիայում, Դուբայում, Եգիպտոսում։ Բավականին։ Եթե այո, Խոհանոցը ձեզ հոգեհարազատ է։ նաև ամուսինս է Լիբանանից։ Ահա, թե Եվ կիսուրիցս որոշակի գաղտնիքներ, այսպես ասած, վերցրել եմ։ Այո, շատ համեղ է եւ համունքներով լի։ Ահա, սխտորը կլցնես։ Սխտորը ուր եք ուզում լցնել։ Այստեղ։ Ոչ, մածունի մեջ է սխտորը լցում։ Ուրեմն ճիրն ենք լցնում։ Ճիրն ենք լցնում, այո, այդտեղ ավելացնում ենք ճիրը։ Ինչ իրավիճակ է այստեղ։ Մենք պատրաստում ենք արգանակը արդեն ավելացնել։ Պատրաստում եք արգանակը ավելացնել։ Դե ավելացրեք։ Չէ, մածունը վերջում վրա։ Չէ, Որ արգանակը։ չէ, ինձ մոտ է։ Որ արգանակը այս։ Սա է արգանակը։ հա։ Ահա, հաջորդ քայլը ինչ էր։ Հիշում եք։ Տոմատի մածուկը։ Տոմատի մածուկը, այո։ Եվ նրան հատիկները։ Եվ մարման ծրակով Ինչքան։ Կրակը մի իջեցրեք, որ հասնի եփել։ Մի քիչ է բեր։ Հավա, Նրան հատիկներ, բեր նրան դեպքներ։ աղ, պղպեղ նորից։ Դուք էլ արդեն արգանակացնում պետք է ավելացնեք։ Դուք եք ավելացնում։ Կարող եք Հա, հանգիստ շերեփ ենք ուզում։ Ահ, ուզում եք շերեփ։ Օգնականը պետք է։ Այո։ Այո։ Հա, ինձ թվում է բավարար է։ Ամսական քանի անգամ են հավաքվում մադամ ակումբի անդամները։ Ունեք օրեր ինչ որ։ Առնվազն 4-5 անգամ հանդիպում են, լինում են հավելյալ հանդիպումներ տարբեր թեմաներով եւ ըստ անհրաժեշտության լինում են մի քիչ ավելի պակաս արդեն իրավիճակից եւ կազմակերպ ոնց որ խնդիրներից ելնելով այդ պահի դրությամբ։ Վերջին քննարկումը կամ վերջին հանդիպումը, եթե գաղտնի չի պետական,
Ինչին էր նվիրված, ինչ եք քննարկել։ Վերջի հանդիպումը եղել է Արզնիում, Գետապ համալիրային Գետապ հյուրանոցային համալիրում ենք հանդիպել, քննարկել ենք բիզնեսի կառավարումը, բիզնեսի վարումը, շատ լավ կարծիքներ եւ խորհուրդներ ենք լսել մեր մադամի շրջանակներում եւ իհարկե այսօր ունենք on-line հանդիպում, որին ցավոք մենք չկարողացանք ներկա գտնվել, չէ՞ որ այստեղ ենք մենք։ Բացի թող Դենց լավ տեղեր եք հանդիպում։ Այո, Տաթևը շատ լավ տեղեր է ընտրում կազմակերպել ձեր հնարավորությունները։ Չէ, հետո տնայինք։ Աղը եւ պղպեղը, այո։ Վերջում մի հատ տնայինք, նոր կավելացնենք։ Հիմա քիչ էր աղը, հա։ Так, այստեղ ամեն ինչ պատրաստ է։ Մնացել է փաստորեն էփի ու տեղադրեք եւ վրան մածուն անեք։ Ահա, ինչ է կատարում այստեղ։ Այստեղ ավելացրեցինք արգանակը եւ տոմատի մածուկը։ Իսկ նրան հատիկներով պետք է։ Պուշկինը։ Մի փոքր սպասենք, Okay. այսպես Լավ։ համը տա։ Ժամին նայում եք։ Այո։ Ձեր ժամին չէ։ Այն ժամին։ Այո։ Մնացել է 3 րոպե եւ 44 վայրկյան։ Նուրը երբ ենք ավելացնում։ Հիմա Հիմա Ամբողջությամբ ամբողջությամբ չեք։ աչքա չափով կեսը կարող եք ավելացնել։ Ցում է։ Լավ է։ լավ է, մի քիչ աղբի բարելի։ Աղ պղպեղ։ Ափսեները պետք է արդեն պատրաստել։ Ափսեները պետք է արդեն բերել եւ հասկանալ թե ինչ է կատարվում այստեղ։ Նուրը շատ է անհրաժեշտ ավել։ Նուրը մի քիչ ավելացեք, որ 4 հատ հատիկ եք ավելացրի։ Իհարկե կեսը ավելացրեք։ Լավ։ Ավելացնեմ։ Կարող է մի քիչ էլ արգանակից ավելացնենք, որ բան ունենա։ Թե չէ ժամանակ Չէ, արի ինձ նորմալ է, ավելի լավ է սա կտրտենք ու ափսեները բերես։ Սովորաբար ասում են, որ երջանիկները ժամացույցին քիչ են նայում, բայց երջանիկ մադամ ակումբի կանայք այսօր հաճախ են նայում ժամացույցին, որ հասցնեն։ Ափսեները բերեք, ափսեները, որ տեղադրեք։ Նման է տեսքը համենայն դեպս մնում է եփված լինի։ Խաչենի բորանի պատրաստում այսօր մնաց 2 րոպե եւ 27 վայրկյան։ Ահա։ Կանաչի երբ պետքա զարդարելու համար անենք։ Փորձել եք համը սոուսի։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Դες թվում է հասցնելու եք փորձնել եւ հասկանալու։ Okay։ Այդ տնորեն մարդիկ են, ինչ։ Ես ուղակի խորհուրդներ եմ տալի, ինձ ոչ մեկ ինչպես միշտ չի լսում։ Այդ ոչինչ։ Երկու հատ առանձնացնում եմ։ Դակ այստեղ պետք է ափսեները տեղադրվի հիշում, Եղավ, չէ՞։ հեսակ, մի հատ խառնել է։ Թող թանձրանա մի քիչ սոուսը։ Սոուսը Բաց թողնենք, թանձրանալու որ համար, այո, կարող եք բաց բաց թողնենք, որ թողնել, ինքը թանձրանա թանձրանա։ Եթե Էս ստանում ենք այստեղից։ Արդեն կարող ենք ափսեի մեջ ինչ ուզում եք կարող եք անել։ Դուք պետք է, Նկատում եմ այո, իհարկե, զրոյին այո, պետք է զրոյին պետք է պատրաստ լինի։ ափսեների մեջ պատրաստ լինի երկուսն է։ Okay։ Մի րոպե կհասցնենք։ Դա պետք չի, այնտեղ ամեն ինչ լինելու է։ Սա կարող եք դնել ձեզ մոտ, որ դուք փորձելու համար ունենաք պատրաստանակ։ Շատ կարևոր է հասցնեք, մնացել է 1 րոպե եւ 20 վայրկյան, ասեմ, որ Պետրուշկա իմանա։ էլ պետք չի, չէ՞։ Չէ, միայն ձևավորման համար մի հատ սամեն։ Արագ, արագ, արագ։ Շո լցնում ենք Եվս մեկ անգամ։ Չէ, Խնդրում եմ նայեք ուշադիր ժամին, գեղեցկույներ։ Երբ ենք հիմա լցնենք։ Չեք հասցնելու, այո, Եփեք հիմա լցնեք, ձեզ սպասում տիկ։ Տակը։ Հիմա լցնում ենք, այո, շուտվանից պետք է լցնեք։ Միս չանես, տակը առաջինը չերել։ Դուք կարող եք լցնել ինքնուրույն, այո։ Так, 53 վայրկյան է մնացել, ինչ է կատարում այստեղ։ Այստեղ, մսերը շարժ։ Կարող եք դուք լցնել։ Հաջող Այո, եկալ է, մեկը դու լցրու։ Չէ, մածուն արեք վրա։ Հիմա դուք լցրեք։ Արագ, 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 արագ։ Ես զարմանում եմ, Սամիտն ենք դասավորում։ Արագ! Բրցնելու է ժամանակ է սա։ Վերջին ձելի գոռացնում եմ այո։ Так, так։ Նոր մի հատ դասավորես, վրան սամիտ դնես, ծիրան այդ չրերը զարդարենք եւ մածունը։ 20 վայրկյան 19 Մածունն էլ ավելացրու։ 17 16 ով դիսե մածուն լսի Պուշկինը 13 վայրկյան Այստեղ լցրու մածունը 10 այստեղ ափսեները պետք է տեղադրված լինեն 7 6 5 4 3 2 1 վերջ Կարծես հասցրեցինք ամեն ինչ, ժամանակի մեջ տեղավորվեցինք, տեսքն էլ ուտեստի կարծես լավներ։ Այս մյուսինը չարեցինք։ Այդ մյուսին ընդ մի արեք ոչինչ, չեք հասցրել ափսեստեղ, չեք հասցրել դնել, այս չեմ ասում։ Բայ ոնց չէ, ես տեսա որ չեք հասցրել։
Հիմա ուզում եմ հասկանամ, այդքան որ ես ասում եմ արագ, արեք, չեք լսում, որտեվ տղամարդ լսել ունակություն, հայկինը չունի։ Ինչ որ պահ է գալի, չի գալի ձեր տալ, նայ, ասում եմ չէ։ Ինչ որ պահ է գալի հայ կնոջ կյանքում, որ չի լսում տղամարդ։ Չեք լսում որ ասում։ Լսում եմ ձայնը։ Լսում է, ուղղակի։ Հա, լսում ենք, բայց բանի տեղ չենք դնում, օքեյ։ Так, մնացիք սոված երեխեք։ Սա շեֆ-խոհարան չէ։ Այո։ Հա, մնացիք սոված երեխեք։ Իրենք կերել են։ Իրենք մեզ վստահում են։ Okay։ Որ ապսեն եք տանելու հակառակորդ թիմին։ Սա, խնդրում եմ բերեք։ Չէ, դուք, ահա, սա ձեզ, խնդրեմ բարյախորժակ։ Շնորհակալ եմ։ Այնտեղ դրեք ձեր արջը։ Սա իրենց էր, բայց իրենցը բայց իրենք այո, չհասցրեցիք դնել ստեղ, այդքան գոռում էիք։ Ես չիմացա որ։ Չիմացաք, դեպի եմ ասում, այո։ Փորձեք։ Աղջիկներին է։ Այո, աղջիկները փորձեք եւ դուք կարող եք ձեր տեղը կանգնել։ Սոված հայացքով նայեք։ Չէ, մի հատ ինչ։ մեզ տուժ տվեք կամ ինչ-որ բան, որպեսզի մենք էլ կարողանանք մի հարց ուղղեք մեզ, պատասխանենք, մենք էլ մատուցենք։ Պատրաստ եք։ Չէ, ես կանանց չեմ։ Բա ինչպես անենք, մեր ընկերուհիներին մենք էլ ենք ուզում։ Մի հատ խնդրեմ փորձեք, դուք փորձեք, մի հատ ձեր կարծիքը մի հատ արտահայտեք։ Ասեմ ես հա իմ կարծիքը, տոմատը շատ է իմ կարծիքով։ Իրենց պատրաստած։ Իրենց պատրաստած։ Դուք ինչ կասեք։ Համեղ է։ Տոմատը շատ չէ։ Մի քիչ թթվաշ է, բայց համեղ է ավելի։ 2-ին 4 կարծիք։ Տվեկին։ Ես շատ բարի եմ այսօր։ Շնորհակալություն։ Միգուցե մի օր ինձ ռոբոտաշինություն սովորեցնեն։ Չնայած ես պոլիտեխնիկ եմ ավարտել, բայց Գուցե դուք սովորեցնեք մեր մատաղ սերնդին։ Հիմա դուք է փորձեք։ Կոնսիստենցիան ավելի ճիշտ է։ Բայց ոնց որ համով էր էլի ուտում, հա։ Համեղ է։ Եվս մեկ անգամ եմ ապրեն մեր աղջիկները։ Շատ համեղ է։ Փիսիկի ձայներ են հանում բոլոր։ Ինչ համով է, համով չէ, աղի է, կծու է։ Կարծում եմ հակառակորդի ուտեստը մի քիչ աղը պակաս էր։ Այո, ինձ մոտ էլ է այդ կարծիքը, նաև միսը մի քիչ պինդեր, երևի ժամանակի խնդիր էր։ Հուսանք, որ այսօրվա հաղորդումից հետո շատ կանայք շատ ավելի ուշադիր կլսեն իրենց կամ ոչ իրենց տղամարդկանց պարզապես։ Պարոն Մամուլյանին կանչում ենք տաղավար, եկեք պարոն Մամուլյան, գեղեցկուները պատրաստել են ձեր համար հիանալի խաչենի բորանի։ Պարոն Մամուլյան արդեն տաղավարում է, բարև ձեզ պարոն Մամուլյան, բարյախորժակ խաչենի բորանի եք այսօր փորձում ձերից խորհուրդով։ Իմ ամենասիրած կերակրատեսակներից մեկն է։ Շատ համեղ է, իհարկե։ Շատ նուրբ երանգներ կա այս կերակրատեսակի մեջ համային։ Շատ ուշադիր պիտի լինես, որ հասկանաս, նույնիսկ առավոտյան պիտի անպայման լավ ջուր խմած լինես, որ քիմքը լրիվ մաքուր լինի։ Հա, մեզ հասկացա հիմա։ Հաստատորեն պարոն Մամուլյանը առավոտյան լավ ջուր էր խմել եւ կատարեց իր ընտրությունը, իսկ թե ով է հաղթել, կիմանաք մի քանի րոպե անց։ Պարոն Մամուլյանը հանդիպեց գեղեցկուйներին, գեղեցկուйներ պարոն Մամուլյան գործարար կանայք են բոլորը, մադամ ակումբի անդամներ, բոլորը տնօրեններ, նախագահներ, հիմնադիրներ, պարոն Մամուլյանն էլ է հիմնադիր եւ տնօրեն եւ նախագահ։ Ինձ էլ ինչ տակ։ Դե, այո, բարև ձեզ։ Տիկնայք Պապկասուն աշխարհի հայոց։ Շատ ուրախ եմ, որ համաձայնվել եք կերակրատեսակ պատրաստել եւ շնորհավորում եմ, ձեր մոտ ստացվել է երկու թիմի մոտ էլ։ Ընդհանրապես միանշանակ հենց տեսնում ես եւ համտեսում ես կերակրատեսակը, հասկանում ես, որ կանացի ձեռք է։ Կանոջ ձեռքը կապել, այո։ Այո, սեր կա եւ կա նաեւ ջերմություն։ Հույս եւ հավատ։ Այո։ Այստեղ լավ է, շատ հետաքրքիր լուծում է, մի մասը տապակվել է եւ ձևավորումը, այսինքն ինչ որ մի հարդարման ձև նույն մթերքներից է, սա կերակրատեսակը մատուցելու ձևի մեջ շատ ընդունված է եւ խրախուսվում է նաեւ, խրախուսվում է։ Այստեղ էլ է այդ մեթոդը իրականացված, մի քիչ ափսեի մեջ
ավելի շատ է տարածվել այստեղ կերակրատեսակը, որը ցանկալի չի, միգուցե դեռ ջրային մասը շատեր դրա համար չի ստացվել կամ բան։ Ընդհանրապես ափսեն շատ լավ է, երբ որ 30%-ով է զբաղեցնում կերակրատեսակը։ Համային առումով ինձ համար շատ դժվար էր ընդհանրապես ընկալել, ոչ թե ընկալել, այլ հասկանալ, թե ով է ավելի ընտրությունը կատարել, շատ դժվար էր, բայց դժվարությունը գալիս է նրանից, որ երկուսն էլ լավ համային զգացողություն ունեն, երկու թիմերն էլ։ Բայց պարոն Մամուլյանը հաղթահարել է դժվարություն։ Դե ամեն օր չի, որ 4 տնօրեն տեսնեն պատրաստում, 1 տնօրենի համար։ Так։ Հանձնենք ձեզ ձեր նվերները սկզբից։ Մարանիկի կողմից, որ համեղ բաներ պատրաստեն։ Շնորհակալ ենք։ Եվ Բլագո ձեթի կողմից, քանի որ աշուն է եւ բոլորս ունենք արևի դեֆիցիտ կարծես։ Այո։ Շնորհակալ։ Так։ Մնաց բարձել թե ով է տանելու իր հետ այսօր գլխավոր մրցանակը, նվերքարտ 30,000 դրամ գումար կա նվերքարտի վրա, Շանթ հեռուստաընկերության կողմից է։ Ինչ է մտածում Կարմիր թիմը ով է հաղթել այսօր։ Մենք։ Դուք։ Այո։ Վստահ եմ։ Վստահ է Կարմիր թիմը, որ հաղթել են իրենք։ Կապույտ թիմը Հույս ունենք մենք ենք հաղթել։ վստահ չեք, բայց հույս ունեք։ Մեծ հույսեր ունենք, որովհետև մերը ավելի համեղ է։ Ինչ իմացաք։ Փորձել ենք իհարկե։ Եվ մենը փորձել եւ իրենց, այո։ Եվ ունեք։ Դե, եթե վստահ ես, չես կարող տնօրեն լինել եւ ղեկավարել կոլեկտիվներ։ Մինչալոց, ինչքան մարդ կա ձեր կոլեկտիվում։ Ինչքան մարդ եք ղեկավարում։ 11 10 ֆուտբոլային մի թիմ։ Так, դուք 15 ֆուտբոլային թիմ պլյուս փոխարինողներ, так, հետո Մերը դեռևս քանի դեռ չի գործում արտադրամասը։ Ահա, դեռևս 6-ն ենք։ Իսկ երբ որ այդ բոլոր արտադրամասները 6000 25-ից ավելին կլինեն սկզբնականում։ Երկու ֆուտբոլային։ Մենք 15 հոգի ենք թիմով։ Ամբողջ ձեզ էլ եք հաշվում։ Այո։ Շատ Ես թիմի անդամ եմ։ Իսկ ես ղեկավարվում եմ առավոտյան երեկոյան։ Так, 3-2-1 հետ հաշվարկ ենք անում եւ տեսնենք թե որ թիմն է այսօր գնալու տուն ավելի ուրախ կամ որ թիմն է գնալու տուն ավելի տխուր միգուցե։ Դավայ 3-4 կես 3 2 1 Իր համային զգացողությունը հաղթեց։ Կապույտ թիմն է այսօր հաղթել։ Շնորհակալ ենք։ Պարոն Մամուլյանը հիմա կպարզաբանի ամեն ինչ։ Այո, համը հաղթեց։ Համը ինձ համար եւ ընդհանրապես իմ կարծիքով կերակրատեսակի ամենակարևոր գնահատելի արժանիքը դա համային հատկանիշն է։ Մատուցման ձևը կարևոր է, բայց երկրորդական մի քիչ ավելի համի նկատմամբ ավելի շատ համեղ էր եւ զգացվում էր համեմունքի Ես ստուգել էի մի քանի անգամ այսինքն մի քանի համեր աստիճանաբար։ Սա էլ է լավը, ես չեմ ասի թե պատներ, բայց այստեղ ավելի զգայուն էր։ Շնորհակալ ենք։ Դե ինչ Այսօր այսքան է, ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում կային այսքան խելացի, գեղեցիկ կանայք, որոնք որ կարողանում են կերտել իրենց ձեռքերով, իրենց ուղեղներով մեր բոլորիս ապագան։ Հուսանք, որ հենց այդպես է լինելու է եւ մեր վաղը կլինի շատ ավելի լավ, քան այսօր։ Այսօր այսքանը, կհանդիպենք Շանթի եթերում C